Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Լոռու մարզում արդեն երրորդ օրն է շարունակում են 13-ամյա Նարինեի և 7-ամյա Նանեի որոնողական աշխատանքները։ Տասնյակ փրկարարներ, ոստիկաններ և կամավորներ շարունակում են զննել գետի հունն ու հարակից տարածքները, սակայն այս պահի դրությամբ երեխաների գտնվելու որևէ հետք դեռ չի հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների երեխաները գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար փորձել են անցնել գետի վրա տեղադրված խողովակի վրայով։ Մինչ որոնողական աշխատանքները ինտենսիվ ընթանում են, տեղի բնակիչները պնդում են, որ այս ողբերգությունը պատահականություն չէր։ Տարիներ շարունակ ահազանգ են հնչեցրել գետի վրա գտնվող վտանգավոր խողովակի մասին, որը նրանց խոսքով արդեն բազմաթիվ դժբախտությունների պատճառ է դարձել։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է եղել դեպքի վայրում։ Փամբակի այս խողովակն է երկու հարազատ քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառներից մեկը։ Բնակիչները պատմում են, որ երեխաները փորձել են կարճացնել իրենց ճանապարհն ու այս խողովակով անցնել, հասնել մյուս ափ, բայց չեն հասել։ Գետի գրեթե ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Խողովակի վրով անցնելուց փոքր ընկել է գետը, սոթ հատվել ընկել գետը, մեծն էլ ձեռը գցել է, ուզեցել է օգնի, ինքն էլ է սայթաքել, հետևից ընկել։ Երկրորդ օրն է Փամբակի գրկից փորձում են գտնել երկու հարազատ քույրերին։ Դաժե հակի շորջ չենք հայտնաբերել։ Չկա ոչ։ Փամբակ գետնն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է։ Անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեկ, ըստ երեխաների մորաքրոջ, մայրը նոր աշխատանք էր գտել։ Առաջին օրն էր, չէր ուզում բացակայել, երեխաներին մենակ է ուղարկել։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատված։ Միշտ մայրը ուշադիր եղել, ուղղակի երեկ առաջի աշխատանքային օրն եղել։ Չի կրծե երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկիչը մշտապել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չկա։ Քույրերի մորը շրջապատել էին հարազատներն ու հարևանները, բոլորից մեկ լուր էր ուզում լսել, գտել են երեխաներին, բայց երեխաների փոխարեն պարբերաբար շտապօգնության բրիգադներ գալիս, փորձում էին հանգստացնել գետն ընկած քույրերի մորը։ Ամեն ինչ անում ենք, գտնենք հետքեր, նշաններ, որովհետև սա առանցվածային դեպք է, երեխաների հետ կապված, ամեն ինչ անում ենք։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը խողովակը մահաբեր է կոչում այդ թաղամասի բնակիչ մնացականը։ Ասում է առաջին դեպքը չէ, որ խողովակի պատճառով Փամբակը տանում է մարդկանց, մեծ ու փոքր։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուրս ենք եկելով, չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինքը իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ, եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Տարիներ առաջ անգամ ստորագրահավաք են արել, որ գան ու հեռացնեն անպիտան խողովակն, ասում է։ Պատճառաբանել են, թե սարքավորումներ չունեն։ Այստեղ տեխնիկայի խնդիր, բարդ մաթեմատիկական խնդիր չի, որ չկարողանան լուծեն։ Պարզապես կռուն կա պետք, տրոսը գցենք, խողովակը հանենք, տնենք ստեղով վсё։ Սա ոչ միլիոնների խնդիր է, ոչ մեծ հիմնարկության խնդիր է, սա պարզապես մի քիչ ուղիղ աշխատացնել է պետք, ժողովրդի մասին մտածել է պետք։ Դժբախտությունների պատճառ դարձած խողովակի մոտ են գալիս բնակիչները, կանգնում, աջ ու ձախ նայում, Նարեին ու Նարինեին փնտրում։ Նրանց շարքում էր Վանաձորի 7-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, որ աղջիկների մասին էր պատմում։ Պարկեշտ են, խլացի, թե ինչ եղավ։ Ճամբարի համար երեխաներից 3-ը գրված էին, որ ճամբար պիտի գնային, երեկվանից ասում են Երանի գն արդեն գնացած լինեին, այս ողբերգությունը չկատարվեր։ Մի խոսքով, չգիտեմ, շատ վատ վիճակ է։
ամբողջ դպրոցը սքվում է այս պահին։ Որոնում են հարազատ քույրերին։ Լոռու փրկարարներին միացել է նաև Տավուշի թիմը։ Քար ու թուփ, գետի մեջ շարժվող ու անշարժ բոլոր առարկաները հատուկ ուշադրության են արժանանում։ Փնտրվող քույրերը շտապում էին, բայց տեղ չհասան։ Փրկարարները եւս շտապում են, ուզում են րոպե առաջ գտնել քույրերին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նոր տեղեկություններ են հայտնի դարձել տարեսկզբին դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ։ 24-ամյա ավետիքը դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով նա կորցրել է տեսողությունը։ Դեպքի առնչությամբ իրավապահները քրեական հետապնդում են հարուցել երկու անձի նկատմամբ, որոնցից մեկը կալանավորված է։ Իմ գործընկեր Սեդա Կյուրեղյանն է եղել ավետիքի տանը։ Երիտասարդը տեսախցիկի առաջ խոսել չի ցանկացել, բայց պատմել է, որ մի քանի րոպեով դուրս էր եկել Զորամասից, հենց Զորամասի մոտակայքում հարձակվել են իր վրա, հարվածել գլխին, որից հետո ոչինչ չի հիշում։ Նրա հարազատներն էլ ասում են, որ մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը։ Ամեն գնալուց հետո 2-3 օր պետք է որ ուշքի գաս ասեմ։ Այդ երեխան տեսել ես առողջ, ամեն ձևի նա խիղճտել է տանջում։ Այս վերջում նորից էլի վիրահատել են, բաց վիրահատություն ճակատը բացել են։ Իսկ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարը մեկ մարդու կյանք է խլել։ Լանջառատ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարը եւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան։ Մեկ մարդ մահացել է, եւս 4-ը վիրավորվել են, որոնցից 3-ը անչափահաս են։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վիրավորներից մեկը տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են բոլոր մասնակիցների ինքնությունները եւ վթարի հանգամանքները։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Նույն միջնորդությունը վերաբերում է նաև Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանին եւ Ասատուր Քոչարյանին։ Միջնորդության հրապարակումից հետո արձագանքել են երկրորդ նախագահի գրասենյակից։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը 2 օր առաջ օդանավակայանում սկսված գործընթացի շարունակությունն է։ Նրա խոսքով այն ժամանակ իրավապահները պնդում էին, թե որևէ քրեական վարույթ չկա, իսկ այժմ փորձում են իրավական հիմքեր ներկայացնել արդեն կատարված գործողությունների համար։ ԿԸՀ ինչու էին դիմում։ Միևնույն է, թքած ունեն օրենքների վրա։ Կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին։ Փաստացի Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին։ Որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք եւ նախագահը որևէ գործով չի հարցաքննվել։ Նման եւ ավելի վատ զարգացումների պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել։ Իսկ նախկին բարձրաստիճան զինվորականի գործով դատարանը նոր որոշում է կայացրել։ Գեներալ լեյտենանտ Իրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կարճել գործը ժամկետների խախտման հիմքով։ Հիշեցնեմ, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի առանձին դրվագների առնչությամբ։ Ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ գործեր հարուցելու մասին հայտարարություններ Փաշինյանը բազմիցս է արել, դրա համար գործածելով տարբեր հարթակներ, ամբիոններից պիկապ։ Այսօր երեկ էլ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի միջանցքում խոսել է ընտրակաշառքի մասին եւ հայտարարել, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է ձերբակալեն։ Ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետեւ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների։ Պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած բանական, ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ, բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները
շահվել են եւ ակնհայտ է որ տալուց էլ հրահանգել են, ասել են «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Մինչ Հայաստանում շարունակում են քաղաքական եւ իրավական քննարկումները, Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունները։ Երեկ սկսվել է մեր հայրենակիցների գործերով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նրանց տրամադրվել են թարգմանիչներ եւ պաշտպաններ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին։ Միջազգային օրակարգում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կանցկացվի Լյուցերնի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում։ Ըստ հաղորդումների կողմերը արդեն հեռակակարգով համաձայնեցրել են փաստաթուղթը, իսկ առաջիկա բանակցությունները կանցկացվեն 2 փուլով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով առաջին փուլում կքննարկվեն պատերազմի հետևանքների հաղթահարման, Հորմուզի նեղուցի եւ Իրանի ֆինանսական միջոցների ապասառեցման հարցերը։ Դրանք կհաջորդեն շուրջ 2 ամիս տևող բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն միջուկային ծրագիրն ու պատժամիջոցների վերացման հնարավորությունը։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հեռախոսով զրուցել է նաև Լիբանանի եւ Իրանի խորհրդարանների խոսնակները։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ իսրայելական ուժերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքներից։ Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացին։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 29-ից 31, իսկ երեկոյան 16-ից 18 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։